Թակույ Թոմասյան։ Շնորհակալություն, Տիկին Մանասյան, ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել Պաշտպանության նախարարության զինծառայողների խնդիրներին, մասնավորապես, երբ մենք տարեկան արձանագրում ենք մահվան դեպքեր, եւ այդ մահվան դեպքերի մեջ բավականին տպավորիչ ցուցանիշ ունի հիվանդության հիմքով մահացությունները, այսինքն բանակում հիվանդության պատճառով զինվորներ են մահանում։ Ես այս հարցը տվել եմ պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում ուժային կառույցների, բայց չեմ ստացել պատասխան, այնինչ որ ինձ կբավարարեր, թեպետ ենթադրելի էր, որ ամեն գործով, քանի որ կա հարուցված վարույթ, ենթադրելի է, որ նաև կա տեղեկություն, թե կոնկրետ զինվորը ինչ հիվանդություն է ձեռք բերել է բանակում, թե հիվանդ է զորակոչվել եւ ինչի արդյունքում է մահացել։ Քանի որ դուք նաև վարում եք վիճակագրություն եւ դուք եք տեղյակ, կխնդրեմ ինձ ասեք, հիմնական զինծառայողները, ովքեր որ մահանում են բանակում, իրենք հիվանդությունը ձեռք են բերում ծառայության ընթացքում, թե հետո իրենք արդեն հիվանդ, այսինքն անթույլատրելի հիվանդ կամ կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պայմաններում զորակոչվում են բանակ եւ բանակում մահանում են հիվանդության հիմքով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Թովմասյան, շատ կարևոր հարց բարձրաձայնեցիք, որովհետև ինչպես նշեցի, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կյանքի իրավունքի պաշտպանությունը կարևորագույններից է, որը ինչպես ես ինքս էլ իմ ելույթում նշեցի, ըստ էության բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ես կուզենամ հատուկ արձանագրել, որ մենք ըստ էության վիճակագրություն չենք վարում, մենք օգտվում ենք այն վիճակագրությունից, որը այլ իրավասու մարմիններն են վարում, որովհետև այնպես չի, որ բոլոր դեպքերով մեզ բողոքներ են ներկայացնում։ Մենք վարում ենք վիճակագրություն բացառապես այն դեպքերի հետ կապված, երբ մենք ինքներս ենք բողոք ստանում քաղաքացիներից կամ նրանց հարազատներից։ Ես պատահական նաև իմ ելույթի շրջանակներում չէր, որ խոսեցի հենց բժշկական օգնության եւ սպասարկման խնդիրների մասին, այդ թվում զինված ուժերում, որովհետեւ ինչպես ես նշեցի, մենք դարձյալ բազմապիսի դիմում բողոքներ ենք ստանում այս հարցերի հետ կապված։ Ուրախալի մասը այն է, որ երբ միջամտում ենք, խնդիրը լուծում է ստանում, բայց ինչպես ես նշեցի, իրականում խնդիրները պետք է համակարգային լուծումներ ունենան եւ դրանք ոչ թե անհատական դեպքերով պետք է լուծվեն։ Հետեւաբար կարծում եմ այստեղ միանշանակ նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման համակարգի բարելավման անհրաժեշտություն կա այն բոլոր կատարելագործումներին, որ ըստ էության նաև մեզ են ներկայացվում, բայց կուզենամ նաև հատուկ արձանագրել, որ ըստ էության մենք չենք կարող բացահայտել այն հանգամանքը առանց քննության, թե հիվանդությունը որ պահին է ձեռք բերվել, որովհետև իրապես չունենք այդ գործիքները, եթե քննություն չի իրականացվում, բայց ամեն դեպքում, անկախ նրանից, հիվանդությունը ձեռք է բերվել մինչև զորակոչվելը, թե զինվորական ծառայության ընթացքում, միևնույն է իրավունքի պաշտպանության պարտավորությունը պետությունն է կրում։ Հետևաբար այդ տեղեկատվությունը պետության համար կարող է կարևոր լինել ընդհանրապես մի պատճառով, որպեսզի պետությունը կարողանա հասկանալ, թե լավ խնդիրը ինչպես հասցեավորի, բայց միևնույն է, դա մնում է պետության պատասխանատվությունը եւ պետությունը այո, պետք է կարողանա կատարելագործել այս ոլորտում իր ունեցած գործիքները։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն, փաստորեն դուք էլ չունեք, այսինքն մենք ամբողջական պատկերը էլի չկարողացանք պատկերացում կազմել խնդրի մասին։ Բայց ես ուզում եմ արձագանքի ժամանակ օգտագործել եւ ձեզ խնդրել, որպես մարդու իրավունքների պաշտպան, գնահատական տակ օրինակ այսօր ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի պահվածքին։ Ես հարց եմ տալի կոռուպցիայի կանխարգելման հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին, արդյոք կա կոռուպցիոն ռիսկ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի կինը կարիերայի թռիչքաձև աճ է ունենում եւ հիմա էլ դարձել է Հայփոստի ղեկավար։ Ոչ մի վիրավորանք, ոչ մի գնահատական չկա իմ հարցի մեջ։ Ի պատասխան Կոնջորյանը մոտենում է ամբիոնին, սկսում է վիրավորանքներ շաղտալ եւ ինչ որ մերկապարանոց հայտարարություններ անել։ Պարոն Կոնջորյան, ուրեմն շատ ուշադիր լսեք, 20 տարեկանից աշխատավարձ եմ ստանում։ 27 տարեկանից աշխատավարձ եմ տալիս մոտ 2 տասնյակ լրագրողների եւ աշխատակիցների որպես մեդիայի հիմնադիր։ Առաջի տունս առել եմ 26 տարեկանում եւ բնակարաններ ունենալու իրավունք ունեմ եւ ունենալու եմ։ Այս տարի գնելու եմ նոր բնակարան, որի առիթով կարող եք արդեն ինձ շնորհավորել։ Եվ դա բոլորը իմ աշխատավարձով եւ աշխատանքով եւ բոլոր իշխանությունների ժամանակ ստուգվել է իմ գույքերի, ընդհանրապես իմ գործունեության օրինականությունը 8 տարի էլ դուք եք ստուգել, 8 տարի, ի գիտություն։
Տիկի Բայց ես Մանասյան։ կառաջարկեմ Պարոն Կոնջոյան, ցանկանում եք շնորհավորել։ Հա, լինի նոր։ Տիկին Մանասյան։ Ես իրականում կառաջարկեմ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման ներկայացման ձևաչափը իրապես երկկողմանի չվերածել քաղաքական բանավեճի, որովհետև նախ իմ տեսանկյունից իրոք արգելված է քաղաքական բանավեճերի մեջ ներգրավելը եւ բոլոր գործընկերներին հիմա բոլոր կողմերից խնդրում եմ ուղղակի, որպեսզի կարողանանք հանրության համար պատշաճ մակարդակով խոսել մարդու իրավունքների խնդիրների մասին, այն խնդիրների, որոնք իրոք ամեն քաղաքացու են վերաբերում եւ շատ դեպքերում դրանք դուրս են մնում ուշադրությունից, որովհետեւ մեզանից ամեն մեկը ուղղակի տեսնում է շատ դեպքերում ուղղակի իր շուրջը կատարվողը, բայց իրոք Հայաստանում կան մարդիկ, ովքեր շատ վատ վիճակում են գտնվում իրենց իրավունքների պաշտպանության առումով։ Դրա համար ես իրոք կուզենամ անդրադառնանք այդ խնդիրներին։ Շնորհակալություն։ Ամենայն հարգանքով այստեղ նստած բոլոր գործընկերների նկատմամբ ում հետ իրոք գրեթե բոլորի հետ հիանալի համագործակցություն ունենք։ Արսեն Թորոսյան։